Ոստիկանության կարևոր գործառույթներից է բնակչության մոտ ապօրինի պահվող զենգզինամթերքի հայտնաբերումն ու արգրավումը։ Վերջին շրջանում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքի արդյունքները ներկայացնենք մեկ տեսաշարով։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին կամավոր հանձնել է 1 ինքնաձիգ, պայթուցիչներով 2 նռնակ, փամփուշտներ ու պահեստատուփ։ Կումայրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մի քաղաքացի հանձնել է ինքնաձիգ, կարաբին ու գազային ատրճանակ, նաև հակատանկայինական, նռնակ ու զինամթերք։ Նույն բաժնում մեկ այլ քաղաքացի կամավոր հանձնել է հրացան, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, հակատանկայինական, փամփուշտներ ու զինամթերք։ Մաշտոցի համայնքային բաժնում կամավոր հանձնել են ինքնաձիգ, մարտական ատրճանակ, հրացան, պայթուցիչներով 2 նռնակ ու փամփուշտներ։ Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին ներկայացած քաղաքացին կամավոր հանձնել է ակոսափող հրացան։ Թալինի համայնքային բաժնում կամավոր հանձնել են հակատանկային նռնականետ, նռնակ ու պայթուցիչի մարտագլխիկներ։ Արդյունավետ էր նաև Չարենցավանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, կամավոր հանձնել են ակոսափող հրազեն։ Հրազդանի բաժնում հանձնել են հրազեն, թմբուկավոր ատրճանակ, նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, 1 արկղ 1080 հատ փամփուշտ եւ զինամթերք։ Ամասիայի համայնքային բաժնում կամավոր հանձնել են ատրճանակ, պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ կամավոր հանձնել են ինքնաձիգ, պայթուցիչով 2 նռնակ, բազմաթիվ փամփուշտներ ու զինամթերք։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։